Ախպեր խի մենակ Բելգիայի հայերը, բա Ֆրանսիայի հայերը ընդ մնացած երկրի հայեր ախպեր, հո մենակ Բելգիա։ Դե մերրիվ քեզի հիմա կարան ախպեր իրոք էլ առնեն։ Այս բանին Բելգիայից շատ էին գրել ախպերս տունապետ ցույց եմ տալի տո կարող Ֆրանսիայի հայերն էլ առնի, Գերմանիայի հայերն էլ առնի, բրատ կարևորը Հայաստանում է հոկտեմբերյանում է ամենաարևոտ քաղաքը Հայաստանում։ Ջոգմաս եմ որ արևը շատ կարոտել ես, դուսը ապրել ես։ Ու նայ, մի հատ էս հատվածը նայ, մյուս վիդեոներովս է կարաս տենաս, սա երկու հարգանի տոնը, սենց ասեմ 240 քառակուսի մետր, հողատարածքը 1800 քառակուսի մետր։ Խոսքի ինչ ուզես կարաս մշակես ախպեր ծառա, չգիտեմ ընդ խոտ ես ցանում, ինչ ուզում ես ախպերս կարտոշկա ես ցանում, ձմերուկ, եմիշ ինչ ուզես ախպերս սաղսը գիտենք ինչքան բերիա հոկտեմբերյանի հողը։ Գաս քու մոտ պապական տուն սարքես, թինգվես, իմ ասած է դա, բրատս, կապ չունի, կարևորը հայն է սարքը։ Ֆրանսիայում, Գերմանիայում հայը սարքած չի նելու այդ տունը, ախպեր որ տենց առել ես, գրգե տակ լրվել ես, գիտեմ հոգուտ խորքում կարոտում ես ըստե։ Արի մի հատ էստե հետքից։ Ոնց է չլի այդ տունը քեզ կստիպի շուշուտ գաս Հայաստան էտաս, ճոգիր սաղ ասածս սրա մեջ է։ Այս գազան տունը ախպերս խերով տունը բերել եմ հատուկ քո համար, մեռնեմ ստի գալիս ես մի թեթև կոսմետիկ sense ինչ որ չափի որոշակի վերանորոգում ես անում բնականաբար խոտերն այ 4-ած հնձած չի էդի կապ չունի երևում որ մի քանի ամիս ձեռ չի տպցվել բայց գալիս ես քո ուզած ձևի ստեղծում ես սաղ քո ատմոսֆերը ախպերս արմատավորվում ես Հայաստանում ինչ ասեմ սաղից շատ սիրում հարգում եմ բայց մեր տունը Հայաստանում է մեռնեմ ձեզի ստե տակը հեռախոսահամար եմ թողում հետաքրքրեց կապի հել քանի տունը կա